Դե հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Միշտ զբաղվում եմ ֆուտբոլով, խաղում եմ։ Իսկ մեծ ժամանակ կամ փոքր ժամանակ ընկերությունը տարբեր է լինելու քեզ համար, ինչ ես կարծում։ Որ կռվում ենք, չեմ նեղանում։ Ես թիմը կհավաքեմ, դու մնացածը կանես։ Դե կարա լինի, կարա ուժեղ չխաղա, բայց ավակություն լավ։ Նեղացնում են, Չես նեղանում։ չենք նեղանում։ Դու պետքա շարժվես առաջ ու դու պետքա բարձրանաս, եթե մի օր ընկել ես, հաստատ կբարձրանաս մնալ։ Բայց կփախներ, թե կմնայր դասարանը։ Որոշել ենք, բայց չենք անի այդպես, քանի որ մենք դեռ փոքր ենք։ Եթե մեզ լինեիք, փախնեիք։ Ես սիրում եմ զբաղվել այն ամեն ինչով, ինչը որ ես եմ ուզում անեմ, ու դրա համար իմ էներգիան չի սպառնում։ Բոլոր չար մարդիկ բարյալան։ Ձեզ նայում եմ ինձ եմ հիշ։ Շատ չնեղվել ինչ որ բան, եթե չի ստացվում, ու շարժվել միշտ առաջ։ Բարև ձեզ եւ բարի գալուստ HR podcast-ի հերթական էպիզոդ։ Այսօրվա թողարկումը շատ հատուկն է, էմոցիոնալ եւ բազմաշերտ, քանի որ հունիսի 1-ի առիթով հրավիրել ենք երեխաների։ Մեկ այլ հատուկությունն էլ այս ամեն ինչի մեջ նա է, որ այդ երեխաները Արագածոտնի մարզի Աշնակ գյուղից են, իսկ Աշնակը շատ հարազատ վայր է ինձ համար, քանի որ հանդիսանում է հայրիկից Մերժան Մարգարյանի ծննդավայրը։ Նրանք խելացի են, պարզ ու շիտակ, այնպիսին են, ինչպիսին կան, պատրաստվում ենք խոսել տարբեր հետաքրքիր թեմաներից եւ փորձենք մի քիչ խաչմերուկել այս ամեն ինչ HR-ի հետ, օրինակ ընկերությունը, բարությունը, արդարությունը, արժեքները, թիմային աշխատանքը, լիդերները, տեսնենք ինչպես կստացվի։ Ինչ կա, Մարիա ջան։ Շուտ Ոչ մի բան, ո՞նց ես։ Լավ։ Ո՞նց ես, Անահիտ ջան։ Լավ, դուք Լավ, ես էլ եմ լավ։ Կարող ես դու էլից հետ, դու եւ խոսես, եթե ուզում ես, դու 15 տարեկան ես։ Բայց 15 տարեկան հիմա դեռ դպրոցում են, չէ՞, սովորում։ հա 9-րդ դասարանում եմ։ Դեռ կա քանի տարի։ 3 տարի։ Գևորգ ջան, մի քիչ կպատմես քո մասին։ Ինչով ես զբաղվում, ինչ ես անում։ Ես սիրում եմ զբաղվել սպորտով, ավելի շատ ֆուտբոլով էլի։ Ես քեզ չեմ ճանաչում, նայ, մենակ մենք հանդիպեցինք մի անգամ, չէ՞, ոնց որ թե 2 անգամ հանդիպեցինք։ Մեկ անգամ հանդիպեցինք, իմ մոտ տպավորվել ես որպես շատ սիրուն եւ սիրուն մազերով աղջնակ։ Կանա ջան, ոնց ես։ Լավ, դուք Լավ, ես էլ եմ լավ։ Ինչի՞ս ես ուզում այսօր խոսակ սերոս։ Ես ընտրեմ։ Արի ընկերությունը ընտրենք, համաձայն ես։ Ում ես համարում լավ ընկեր։ Որ ամեն հարցում ինձ օգնի, ես իրան։ Ու ինչ տիպի մարդ լինի։ Անկեղծ, ստախոս չլինի։ Իսկ եթե քո մի ընկերը որոշի մյուս ընկերոջը ստի։ Ինչ կանես այդ իրավիճակում։ Այդ վաղ չեմ սկսեմ նրա հետ շփվել։ Ստողի հետ չես շփվի։ Չես փորձի լուծես, կարող է մարդ է հիմա պայտակ սխալ է արել։ Չէ։ Մի շանս ես տալիս ընկերոջը։ Իսկ դու ինչ տիպի ընկեր ես քո կարծիքով։ Հիմա պատկացու ես գնացել եմ Սերոժի ընկերներին հարցում, քո ամենալավ ընկերների անունները կասես մի քանիսինը։ Ժիրայր ու Արշակ։ Հիմա պատկերացրու դու ստեղ չես, Ժիրայրն ու Արշակն են ստեղ։ Ու Ժիրայրին ու Արշակին հարցնում եմ, երեխեք Սերոժը ինչ տիպի ընկեր է։ Ինչ կասեն։ Ստոմա կասեմ որ նորից լավ է։ Լավ ընկեր է։ Իսկ մեծ ժամանակ կամ փոքր ժամանակ ընկերությունը տարբեր է լինելու քեզ համար, ինչ ես կարծում։ Չէ։ Էլի նույն սկզբունքով ես ընտրելու։ Ազնիվ, ստախոս չլինի, քեզ օգնի։ Ես իրան։ Դու էլ իրան։ Մենակ քեզ։ Չէ։ Էլու։ Իմ մոտիկներին։ Մոտիկներդ ովքեր։ Օրինակ մամային։ Հա, քո հարազատ մարդկաց էլ օգնի։ Սերոժ, պատկացու քո ընկերը ծանր օր ա ունեցել։ Սենց վատ օր ա ունեցել։ Ինչ կանես։ Իրան ուրախացնեմ։ Ոնց։ Որ գնամ ինչ-որ բանով, չգիտեմ, որ օգնեմ իրան։ Ինչ ձևով։ Օրինակ գնամ հետը քայլեմ։ Մտքերից իրա հետ ուղարկել։ Վատ մտքերը հետ ուղարկես։ Վատ մտքերը ոնց են հետ ուղարկում։ Ինչ ես ասում։ Հեչելը Սրեմ։ Որ ինքը չմտածի դրանց մասին։ Իսկ եթե դու վատ օր ունենաս, ոնց կուզենաս, որ քեզ օգնեն քո ընկերները։ Նույն ձև։ Նույն ձև։ Կան շփվեք, քայլեք, այդ մտքերը չապրեք, բա կկորեն այդ մտքերը։ Չէ։ Բա որ նորից հետ կան։ Գնանք մենակ քայլեք։ Այսինքն չտխրենք ոչ մի բառը։ Ուզում եմ այսօր խոսենք
աշխատանքից եւ ինչու են մարդիկ ինչ որ մի հատ աշխատանք ընտրում կամ ինչ որ մի բան չեն ընտրում։ Արի քո մասին խոսենք։ Օրինակ դու ուզում ես աշխատես ինչ որ մի օր։ Այո, Երբ։ չգիտեմ։ Ասենք մյուս տարի 20 տարուց, 30 տարուց։ Մյուս տարի։ Մյուս տարի փուճուր չես դու մյուս տարի աշխատելու։ Ինչ ես ուզում աշխատես, լավ։ Ուզում եմ նկարեմ Լավ, ինչ ես սիրում նկարել։ մարդկանց, աղջկա, Աղջիկների։ Սիրուն շորեր։ Բա բնություն։ բնություններ։ Աշնակը սիրում ես նկարես։ Հա, Թե Երևանն է ավելի շատ։ երկուսն էլ։ Երկուսն էլ։ Իսկ ուզում ես Երևանում շարունակես քո կյանքը ապրես, թե Աշնակում։ Երևան։ Ինչու։ Որ գամ, բոլորը ստացվի։ Ինչ ես հետ ուզում ստացվի, օրինակ որտեղ ես դու քեզ տեսնում 10 տարի հետո։ Նկարչուի դառնալ։ Միշտ զբաղվում եմ ֆուտբոլով, լիք խաղում եմ, էլ Ֆուտբոլիստ ես ուզում դառնաս։ չէ, Ուղղակի հետաքրքիր է ուղղակի քեզ։ է, Որոշել ես ինչ ես ուզում դառնաս, թե հələ չէ, ճանապարհին ես։ որոշել Ինչ ես ուզում դառնալ։ բիզնեսմեն, Բիզնեսմեն, բիզնես ես ուզում ունենաս։ այո, Բիզնեսի ուղղությունը որոշել ես։ տենց էլի, ուզում եմ ինչ-որ ռեստորան դնել, Հա, վաու, բանու, Հայաստանում, Աշնակում, թե Աշնակում չէ, Երևան, Երևան, բախի Աշնակում չէ։ դե Աշնակում որ դնեմ, Փոքր է, չէ։ Բանը խանութի դուռը։ խանութի դուռը, Մի հատ փոքր սրճարան, որ հարստանաս ասա իրար հետ բացենք։ Ես թիմը կհավաքեմ, դու մնացածը կանես։ Աստիր սպորտի ֆուտբոլ ես սիրում, խաղում ես հաճախ։ հա դե ամեն օր էլի, Օ, ամեն օր խաղում ես։ Իսկ հեչ լինում է որ պարտվեք։ հա դե, Ինչ եք անում այդ օրերին, օրինակ որ պարտվում եք շատ եք տխրում եք էլի, Բա ինչ եք իրար ասում հետ ժամանակ, ոնց եք իրար սփոփում, դե տենց չասմոր, չեք կռիվ եք անում։ չէ, հանգիստ ենք, որ կերվենք էլ, մենք իրար վրա չենք խոսում, դե ֆուտբոլի ժամանակ որ մյուսերը գորած չի լինի խաղալ, Բա ինչ ձևով պիտի խաղաս որ ստացվի։ դե ասենք որ սխալ անի, ոգևորես իրան, չէ, ասես սխալ ես, Հա, բայց ոնց ոգևորես մարդուն, եթե ինքը սխալ է արել։ ասես ոչինչ, էլի, դա կամ կարալ, Ամառից էիր պատմում, նար։ Ամռանը սիրում եմ գնալ տատիկիս տուն, Կաքավաձոր։ Այնտեղ գալիս են իմ քույրիկները, եղբայրները։ Բոլորով հավաքվում եք տատիկի տանը ամռանը։ Այդ ինչ լավ է անցնում։ Ես 16 տարեկան եմ, մեմում կամ որպես թիմի համակարգող, մեմ գնացել եմ նրա համար, որովհետև այնտեղ շատ ակտիվ է, ու ինձ դուր է գալիս այդ ակտիվությունը։ Նաև շեշտեմ, որ Արիթալի խմբում որպես կամավոր եմ, այնտեղ էլ sense ակտիվություններ կա, շրջում ենք գյուղերով։ Նորից կասես անունը։ Արիթալին։ Արիթալի։ Ինչ է, մեմը գիտեմ, բայց դա չգիտեի։ Արիթալը դե կազմակերպություն է, մենք Թալինի տարածաշրջանի գյուղերն ենք ներկայացնում։ Ու տեղել sense լսեցի դրա մասին, ասի լավ սպասի ստեղել գնամ, հաստատ ստեղից էս ինչ-որ մի հատ օգուտ կունենամ։ Ու այնտեղ ունեմ բոլորս մեծ են ու իրանք sense խորհուրդներ են տալիս ինչ կարանք անենք, ոնց կարանք անենք, որ ճիշտ լինի, ու որ մենք երիտասարդ ենք, մենք անգիստ արտահայտվում ենք, ու ինչ որ նախաձեռնություններ ենք մտածում, իրանց ասում ենք, իրանց այդ sense համատեղելով, օգնելով ինչ որ մի հատ բան ենք ստեղծում։ Հասկացա, մեծ թիմ է։ Չէ, այդքան Փոքր թիմ։ Ու գյուղերով Թալինի շրջանի գյուղերով ինչ եք, ինչ նախաձեռնություններ եք անում։ Դե ընդհանուր sense մեր թիմում կա լրագրող, ինքը sense հարցեր է պատրաստում, գյուղի մեծերից պատասխաններն է ստանում, թեկուզ դպրոցի տնօրեններից ու իրանց այդ ամենը դուր է գալիս դե որ տուրիստները գալիս են, sense ասած, ու Թալի գյուղերի մասին այդքան շատ չգիտեն, թեկուզ Երևանում ապրող մարդիկ հաստատ չգիտեն աշնակի կամ ներքին բազմաբերդի մասին։ Մենք այդպես իրենց հնարավորություն ենք տալիս, որ իրանք իմանան այդ ամենը։ Հա, տեղեկատվությունը բարձրացնի։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus HR-ը HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն է, գործակալություն։ Դժվար փաստիկների համալրում, կարճ ժամանակահատվածում արագ եւ որակյալ թիմերի հավաքագրում, իսկ HR-ական կտորում HR թիմի ստեղծումից մինչեւ HR process-ների համակարգում եւ
ներդրում, Մագնուսն այստեղ է։ Պարզապես խորհրդատվությունից միջև երկարաժամկետ եւ համատեղ աշխատանք, Մագնուսն այստեղ է։ Իսկ եթե HR մասնագետ եք, ցանկանում եք բարելավել ձեր հմտությունները կամ մուտք գործել այս ոլորտ, ապա անպայման խորհուրդ ենք տալիս նայել HR Edu Hub-ի կայքեջը, քանի որ այստեղ բազմաթիվ եւ շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագրեր կգտնեք։ Ընկերության վերաբերյալ բոլոր հղումները Facebook-յան, LinkedIn-յան եւ Instagram-յան, ինչպես նաեւ կայքեջի հղումը տեղադրված է ոդկասթի նկարագրության բաժնում։ Մեր ոդկասթի մեկ այլ սիրելի գործընկեր է Enson բրենդինգի եւ վեբ դիզայն ծառայություններ մատուցող ընկերություն է, ինչպես այստեղ Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում։ Ուստի եթե նշված թեմաներով որևէ մեկով ունեք մարտահրավեր կամ ցանկանում եք ռիբրենդինգ անել ձեր ընկերությունը, ապա վստահորեն առաջարկում ենք դիմել Վարանտին, ընկերության հիմնադրի ղեկավարին, քանի որ եւ ինքը եւ իր ողջ թիմը ահռելի հոգատարություն եւ պրոֆեսիոնալիզմ են դնում այս process-ում։ Մեր ոդկասթի գործընկերն է նաեւ Pixart Ակադեմիան, որն ապահովում է ոդկասթի ողջ տեխնիկական կողմը։ Սերոժ, ինչ մասնագետ ես ուզում դառնաս։ Ոստիկան։ Սերոժ ջան, քո կարծիքով ոստիկանները ինչ են անում Հայաստանում։ Ստուգում են, որ մեքենաները արագ չվարեն, հետո գողություն անողներին գողերին բռնեն ու անվտանգությունը հետևեն։ Մարդկանց անվտանգություն։ Իսկ նորեկներին կօգնես, որ գնդապետ դառնաս նորեկացներին, այն մարդկանց, ովքեր որ այքո նման նոր ուզում են դառնալ ոստիկան։ Ոնց կօգնես իրենց։ Ինչի միջով ես անցել եմ, այդ նույն ձևով իրանց կօգնեմ, որ իրանք անցնեն։ Իսկ եթե ասենց տխրեն, չուզենան աշխատեն, ասեն մեզ ոչ մեկ չի գնահատում, մարդիկ չեն հասկանում մեր կարևորությունը, իրանց ինչ կասես։ Կասեմ, որ գնահատում են այդ ուղղակի դուք եք, որ սխալ եք պատկերացնում։ Օրինակ ես ձեզնով լավ միտք ունեմ։ Հիանում ես իրենցով։ Իսկ ուզում ես Հայաստանում աշխատես ոստիկան։ Թե ուրիշ երկրում։ Չի Հայաստանում։ Աշնակում թե Երևան։ Սաղ տեղերում։ Սաղ տեղերի ոստիկան։ Տենց կարաս, բայց կհասցնես։ Միտերից միտեղ կգնալ։ Կտեղափոխվես։ Հասկացա։ Նապաստակ։ Ինչու եմ ես քեզ նապաստակ ասում, հələ պատմի թող ով որ մեզ նայելու է հետո իմանա։ Դե ես շատ նապաստակ եմ սիրում։ Եվ պահում ես, չէ՞, նապաստակ։ Չես պահում, մենակ։ Իսկ կատու էիր պահում։ Հա։ Երկու հատ կատու, մեկը սև, մեկը սև սպիտակ։ Իսկ քո համար ինչ նշանակում երջանկություն։ Որ երջանքես անդադ նեղացնում են։ Չես նեղանում։ Չենք նեղանում։ Լավ։ Հետո էլ ինչ ձև ես, երբ որ երջանիկ ես։ Որ կռվում ենք։ Էլ չեմ նեղանում։ Այսինքն երբ որ կռիվ կա, ոչինչ, նորմալ է, բայց երբ որ կռիվից չես նեղանում, այդ երջանիկն է։ Հա? Իսկ դու երջանիկ ես հիմա։ Հա։ Հա? Արի մի քիչ կարիերայից խոսանք։ Ինչ որ մտքեր ունես, ինչ ես ուզում կյանքում անես, ինչ ես ուզում դառնալ։ Հիմա որոշել եմ դառնալ ծրագրավորող։ Ինչու ծրագրավորող այդ։ Որտեղից այդ միտքը։ Որովհետև բանը փոքր տարիքից սիրել եմ մաթեմատիկա առարկան։ Դա որ մեծացանք, կարելի է ասել անգլերեն այդքան լավ չէի սովորում։ Բայց դե մասնակցեցի Access-ին, այդտեղ մեզ անգլերեն ուսուցանում, մի քիչ բարերավեցի իմ անգլերենը։ Հետո նայեմ բանը, ուզում եմ նայել տենայի մաթեմատիկայի ու անգլերենի վերաբերյալ ինչ ընդհանուր մասնագիտություն կա։ Հա, որ այս երկուսն էլ կիրառվի, հա, հասկացա։ Դե ծրագրավորող որոշեցի, որ պետքա դառնա։ Սենց որ տենց ցեց ակտիվացել ես մասնակցում ես, ինչ որ մեկը քեզ սովորացրել է, թե դու այդ ամբողջը քո որոշումներն ա դու ինքդ ես դրան գալիս։ Չէ, ես եմ որոշել։ Հա։ Ինձ ոչ մեկ չի ստիպում։ Չէ, ստիպել չէ, ոնց որ օրինակ կարող է ասել, օրինակ, չգիտեմ, իմ ավակ եղբայրը կամ ավակ քույրը ինքը միշտ ինձ օգնում է կամ։ Չէ, օրինակ բանը մասնակցում եմ մի քանի դասընթացների մեմի, զգացի, որ այդ իմը չի։ Տենց դուրս եկա, բայց իմ ավակ քույրը տենց հետաքրքրություններ ունի, հիմա մասնակցում է։ Հա, այսինքն դուք լրիվ այլ ճանապարհներով եք գնացել եւ քո որոշումները դու ես կայացնում։ Հա։ Իսկ երբ որ չես կողմնորոշվում, որ տարբերակը ընտրես, ասենք օրինակ երկու տարբերակն էլ հավասարապես լավն է թվում կամ երկու տարբերակն էլ հավասարապես վատն է թվում, 2 կամ 3 կամ ավել, ո՞նց ես ընտրություն անում։ Խորհրդակցում եմ ծնողներիս հետ։ Լսում եմ իրանց կարծիքները։ Հետո իրանց կարծիքները վերաբերյալ ես նայում եմ իրանց կարծիքները, որը որ ես եմ ուզում, դա էլ ընտրում եմ։ Իսկ ինչ ես կարծում
ով է լավ ծրագրավորողը, ինչպեսին լինես, որ լավ ծրագրավորող լինես։ Դե պետքա լավ սովորող լինի, սովորած լինի դպրոցում, որտեղ դպրոցի գիտելիքները հաստատ շատ են պետք գալու։ Սովորող լինի, սովորելու ձգտումն էլ է, չէ՞ երևի թե կարևոր։ Այսինքն Ու ունենա հետաքրքրություններ շատ տարբեր այդ մասնագիտության մեջ։ Այսինքն հետաքրքրված լինի իր գործով, լավ։ Էլ ինչն է կարևոր քո կարծիքով։ Որ սիրով անի այդ ամեն ինչը։ Այդ միայն ծրագրավորման մեջ։ Չէ, ընդհանուր։ Իսկ ֆուտբոլում լիդեր կապիտանը ո՞նց է կոչվում։ Թմի ղեկավար, ինչ են ասում։ Թմի ուժը խաղացող ավակ։ Ավակ, թմի ավակ։ Դու եղել ես հեչ թմի ավակ։ Չէ։ Չէ, ում եք ընտրում թմի ավակ։ Ուժեղ խաղացողին։ Ամենաուժեղ խաղացող։ Այո։ Հերիքա որ ուժեղ լավ խաղա ու կարա դառնա ավակ։ Դե կարա լինի, կարա ուժեղ չխաղա, բայց ավակություն լավ է։ Հա, այդ ոնց է ստացվում մարդու մոտ ավակություն լավ անել, եթե ինքը լավ խաղացող չի։ Դե լավ կարանալ, ասենց ասած թիմը կառավարի։ Հա, ինչ ձևով։ Ինչն է նշանակում թիմը լավ կառավարել։ Դե իմանա ուր խաղացնի։ Էլ որ ես չգիտեմ դրա համար եմ էլի հարցում, որտեղ ֆուտբոլից ընդհանրապես գաղափար չեմ։ Մեկը հասկանա ում որտեղ լավ խաղացնի, էլ ինչ անի թիմի ղեկավարը, ավակը։ Զամենները ասենք որ ճիշտ տեղափոխի մարդկանց։ Այդ ինչ է նշանակում։ Դե ասենք պայստային մարդկանց, ով վատ խաղա, փոխի։ Հա, իրանց լավ տեղավորի խաղի մեջ։ Օգնի։ Հա, դե ոգևորի։ Ոնց կարելի է ոգևորել մարդուն։ Դուխ տալով։ Այո։ Մասնակցել ես մրցույթների։ Հա։ Մասնակցել եք մրցույթների։ Հա, մի անգամ։ Հա, որտեղ ինչ մրցույթեր։ Թալինում ենք մասնակցել։ Ընդհանուր ռայոնի գյուղերի հետ էլի։ Հաղթեցիք։ Երկրորդ տեղ ենք։ Առաջինը ովքեր էին։ Թալինը։ Նար, արդարությունից եմ ուզում խոսենք։ Քեզ համար արդարությունը ի՞նչ է։ Որ չպետք է լավ սուտ խոսենք, միշտ արդար լինենք, ապրենք սիրով, արդար լինենք, որ հետո ոչ մի բանի համար չզղջանք։ Իսկ եթե մարդը սխալվել եւ անարդարություն է գործել, ինչ կասես իրեն։ Պետք է ուղենք մեր սխալը։ Հեչ եղել է որ դու սխալվես ինչ-որ հարցում։ Այո, եղել է։ Բոլորիս հետ էլ է լինում է ճիշտ։ Ինչ արեցիր այդ իրավիճակում, ոնց ուղեցիր քո սխալին Նարեկ ջան։ Դե պետք է նայենք այդ դեպքում ինչ սխալ ենք կատարել։ Օրինակ կան դեպքեր, որ մենք պետք է ներողություն խնդրենք, կան դեպքեր, որ պետք է ինչ-որ մի բան գործենք, գործ կատարենք, Հա, հայլանենք։ վերականգնելու համար։ Արի կանոններից խոսենք։ Ինչի համար են կանոնները։ Որ կարգ ու կանոնով ամեն ինչ լինի։ Իսկ եթե չլինի, ինչ կլինի, կանոններ եթե չլինեն։ Շատ սխալ։ Սխալ, ում դեպքում։ Բոլորիս, օրինակ կանոններ չլինեն, զանգը չհնչի, մենք դասի չենք գնա, որպեսզի դաս անենք։ Կավիրվի, այսպես ասած։ Դա կանոններ կարելի է խախտել։ Ոչ, Իսկ եթե խախտում ես ինչ։ հանգիստ բացատրել։ Բացատրել։ Դպրոց, չէ, Արի Թալին, ճիշտ եմ ասում անունը եւ մեմ։ Հասցնում ես այս ամբողջը։ Ոչ միայն այդ երկուսը, այլև զարկը։ Զարկում Զարկին էլ եմ կաս։ գնում, այո։ Չգիտեմ։ Մեռած գալիս եմ պարապմունքներից ու հասցնում եմ։ Լավ է սովորում։ Չէ։ Չէ։ Վատ է սովորում, թե քո ուզած լավը չէ։ Իմ ուզած լավը չէ, բայց սովորում եմ։ Դες դու արդեն իսկ հիմա բավականին զբաղված ես ու շատ նման է այդ իմ արդեն աշխատող ընկերների ասացին որ մեռած գալիս եմ տուն հոգնած եմ եւ այլն որտեղից ստանալ էներգիա եթե իրոք այդքան հոգնած ես ու օրվա մեջ էլ 1000 բան ես անում Չգիտեմ, ես էներգիա որ իմ էներգիան անսպառ ասած որտեղից է քո էներգիայի սկզբնաղբյուրը որն է Ինչն է Դե օգնում ես սիրում եմ զբաղվել այն ամեն ինչով, ինչը որ ես եմ ուզում անեմ ու դրա համար իմ էներգիան չի սպառվում եթե ես սիրով եմ այդ ամեն ինչ անում էներգիայով լի եմ գալիս դու Ինչ ես կարծում այդ կօգնի մյուսներին էլ այսինքն եթե էներգիա սպառվում է ընտրի մի բան որ քեզ հավեսա ու չես օգնի հա հաստատ կօգնի Հա, սիրած բան։ Իսկ չի լինում, որ չկողմնորոշվես ինչ ես ուզում։
Չէ։ Չէ, դու հստակ գիտես դու ինչ ես։ Լավ։ Ապագայի մասին էլ, մասնագիտության մասին էլ գիտես։ Լավ։ Ինչ ես ուզում դառնալ։ Բուժքույր։ Բուժքույր։ Ինչու բուժքույր։ Թե որովհետև ինձ դուր է գալիս այդտեղ էլ sense ակտիվ կյանք կա։ Ահա։ Դրա համար ասի որոշեմ որ դառնամ բուժքույր։ Սկզբից ունեի լիքը ընտրած մասնագիտություններ, բայց վերջում բուժքույրը մնաց։ Օրինակ որ երկուսի մեջ էր տատանվում բուժքույր թե ինչ, մյուսը ինչ էր։ Ոստիկան։ Ոստիկ։ Ես գիտեի որ դու տենց մի բան գտնելու ես հիմա։ Իրարից շատ հեռու մասնագիտություն։ Սկզբում ոստիկան էի ուզում, բայց հետո բուժքույր։ Կան այն պատկերացմամբ այն մարդիկ, ովքեր բժշկության մեջ են աշխատում, իրենք դա եւ մասնագիտությունից է գալիս, երևի թե եւ նաեւ մարդուց էլ է գալի, որ ինքը այդ որոշումը կայացնում է, հա, բժշկական ոլորտում աշխատել, պիտի բոլորին հոգատար լինեն։ Ես այդպես եմ պատկերացնում բժշկական ծառայողին, այսինքն կապ չունի քո դիմացինը ով է, հա, չգիտեմ, ասենք կորած մոլորած ինչ-որ մի հատ ամենափոքր գյուղի առանց գումարի մարդը, թե Հայաստանի ամենահարուստ հայնը, թե օրինակ մարդասպան, չէ, որովհետև դու պատասխանատու ես մարդու կյանքի եւ առողջության համար։ Ու սա բավականաչափ լուրջ որոշում է։ Ուզում հասկանամ դու սա մտածել ես դրա մասին, թե ավելի թողել ես ընթացքին, որ ոնց կգնա։ Չէ, ես մտածել եմ։ Դրա համար sense ուզեցի որ բուժքույր դառնամ, որ թեկոս անծանոթ լինի, ես անծանոթի հետ վրա sense լեզու եմ գտնում։ Հա, հասկացա։ Ընկերանում եմ, հա, շփվում եմ դրա համար։ Կհիշես ինչ-որ դեպք, որ հոգատարություն ես դրսևորել ինչ-որ մեկի նկատմամբ։ Հա։ Օրինակ իմ աղբոր հետ, իմ աղբերը ինձ նրա մի 10 տարի մեծ է, տենց Ահա։ մենք իրար հետ շատ ենք մոտիկ ու երբ որ ինքս ասես մի քիչ նեղված է լինում բան, ինձ մենք միշտ իրար հետ ենք խոսում, իրար հետ ենք կիսվում, դրա համար չգիտեմ։ Ես իրա հանդեպ շատ հոգատար։ Իսկ կարա հոգատարություն դրսևորվի անծանոթ մարդու նկատմամբ, որովհետև դե դու ուզում ես բուժքույր դառնաս բժշկական ոլորտում աշխատել։ Հա, կարա տես բան լինի։ Կարծում ես կա քո մեջ այդ պատրաստակամություն։ Ուրախ եմ կիսվել, որ այս թողարկման համար հետաքրքիր նվեր ենք պատրաստել ձեզ համար մեր ոդկասթի համայնքի։ Նյութը կոչվում է 7 դաս, որ մենք քաղում ենք երեխաներից HR-ում, ինչու հենց սա, քանի որ այսօր հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Կարծում եմ իրոք հետաքրքիր կլինի ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպես են երեխաները այս փոքրիկ էակները մեզ սովորեցնում սովորել եւ թե մենք ինչ կարեւոր դասեր ունենք իրենցից քաղելու որպես HR մասնագետներ։ Ինչպես ներբեռնել, գնացեք նկարագրություն բաժին եւ այնտեղ բոլոր հղումները տեղադրված են։ Արի պատկերացնենք, ինչ որ գործ պետք է անեք դու եւ քո ոստիկանական ընկերները։ Ոնց կանեք այդ աշխատանքը, ինչ որ կարևոր համատեղ բան ունեք միասին անելու։ Ջոկատով կգնանք, լենտերով կփակենք այդ տարածքը։ Այդտեղ այդ ով որ նոր եկա կմտնի ներս ու այդ գողերին կհետևի, ով որ է բարձր մակարդակի մարդա, այդ լենտերի մոտ կպայի, որ հանկարծ չփախնեն։ Հա, ինքն էլ կվերահսկի։ Բա ինչու որոշեցի նորեկներին ներս ուղարկես։ Որ քիչ-քիչ սովորեն։ Հա, այնտեղ որտեվ ավելի անվտանգ է քո կարծիքով, հա։ Իսկ դու ինչ տիպի աշխատանքներ կուզենաս անես, դու ինչը կուզենաս անես այդ աշխատանքի մեջ։ Այդ լենտերի մոտով որ կանած այնտեղ կանեմ հետևեմ։ Հա, դու այդ պաշտոնյան ես էլի, հա, դրա մեջի հասկացա։ Իսկ երբ որ հանձնվում ես լինում է, չէ՞, մեկ-մեկ որ սիրով չես անում ինչ-որ մի բան։ Հա, օրինակ, երբ որ դպրոցում փոքր տարիքում ուզում էի դառնալ նկարչուհի, տենց պատմեցի մեր նախկին նկարչուհու դասատուին, ինքը իմ նկարներն էլ ցույց տվեցի, ուղղակի պատռեց։ Լուրջ։ Հա, դրանից կոտրվեցի։ Դե փոքր էի, չգիտեի ինչ անել, հիմա այդքան բան, ուշադրություն չեմ դարձնում ուրիշների Հիմա որ պատրերին չկանեիր։ Ուշադրություն չի դարձնում, թեթև կտանեի։ Գնայր կշարունակեիր կնկարեիր։ Ճիշտ եմ հասկանում, որ քո խորհուրդն է, որ երբ որ հանձնվում ես, պետք է թեթև տանել ու ուղղակի շարունակել, հա։ Չէ, որ հանձնվում ես, այնքան անես, այնքան փորձես, որ այդ չկարողանաս չփորձեն քեզ այնց անել, որ հանձնում ես։ Արի պատկասենք դու այսօր Հայաստանի նախագահն ես։ Ինչ կփոխեիր երկրում։ Երկրում խտրականությունները։ Իսկ եթե պատկասենք դու լինեիր Աշնագի դպրոցի տնօրենը, այնտեղ ինչ կփոխեիր։ Ուսուցիչների մտածելակերպը։ Հա, ինչ կավելացներ, ինչ կփոփոխեր այդ մտածելակերպը։
Դե եթե աշակերտը օրինակ չի կարողանում ինչ-որ բան պետք է այնց անեն, որ ինքը փորձի ու իր մեջ հետաքրքրություն լինի, ոչ թե անտեսեն ու թողեն բացի թողի վիճակում։ Գեորգ, բիզնեսի համար թիմը կարևոր է, ինչ ես կարծում։ Դե հա, պետք է լավ թիմ ունենաս, ասենք, որ մենեջեր ունենաս։ Կանան էլի կարևոր են, մենակ չես կարա բիզնեսը կարևորես։ Ոնց կընտրես քո թիմին։ Ինչ մարդիկ հետ կընտրես քեզ մոտ աշխատելու։ Սենտալ հայտարարություն կտամ, որ ընտրվում է sense մարդու։ Հա։ Եկեք գան, ասեք ստուգեմ։ Ինչը կստուգես։ Ստուգեմ լավ են, հարցեր կտամ։ Ինչ հարցեր կտես հետ օրինակ։ Դե չեմ մտածել։ Նկատում ինչը կկարևորես, էլի։ Օրինակ, կուզեմ Խելքը էլի։ Գաղափար։ գաղափարը խելքը, էլ ինչը։ Էլ Օրինակ խելացի մարդ, որ եղավ հերիքա, լավ գործը կանի։ դե նենց անի, որ չգցի էլի մարդից։ Հա, նկատում ես ազնիվ լինի։ Ազնիվ է։ Ահա։ Լավ, ազնիվ լինի, խելացի լինի, էլ ինչ տիպի լինի։ Գաղափար ունենա էլի։ Ինչի մասին։ Իր աշխատանքի։ Հա, այսինքն իր աշխատանքը կարողանա իրականացնի։ Ինչի համար է կարևոր օրինակ ազնվությունը։ Դե ասենք բիզնեսում դա կարևոր է, որովհետև ազնվությունը որ չլինի, կարա բիզնեսը շուտ ասած խորտակվի, չլինի։ Իսկ գիտելիքները ու փորձը խիա կարևոր։ Մարդ պետք է խելացի լինի, կանոնը գործ։ Լավ, իսկ լեզու իմանալը։ Ասենք կարող է ուրիշ երկրից մարդ գա, հարց տա, եք պետք է իմանալ։ Թեր Դու փոքր ախպեր ունես։ փոքրելն եմ մեծ։ Մեծ ես, հիմա պատկերացու քո փոքր ախպերը, ասpa չեմ ուզում ոչ մի բան սովորեմ, չեմ ուսումից էլ նշանակություն չեմ ուզում տամ, ոչ էլ լեզուներ եմ ուզում սովորեմ, ուզում եմ ամբողջ օրը հեռախոսով խաղեր խաղան։ Ինչ կասես իրան։ Դե Ինչ ասած տանեմ նրա վրա որ դասան էլի ստիպեմ։ Ստիպելով կանի։ Քանի օր կանի ստիպելով դաս։ Ամեն օր կարա ստիպելով դասան։ Ամեն օր դե դժվար։ Ահա, բա ինչ ասես, որ այդ կոդ որ ասում ես, կապի բանին էլ, ավակին էլ ասիր, պիտի դուխ տա։ Ոնց դուխ տալ մարդկանց։ Ասենք ոգևորի որ հաղթեն էլի։ Որ չմտածեն վատի մասի։ Դրական դասի։ Նարե, հետ եղել է որ որոշեք դասանով փախնեք։ Այո։ Փախել եք։ Դու ես նախաձեռնել։ Ոչ։ Բայց կփախներ, թե կմներ դասարանը։ Դե չենք փախնի, որովհետև որոշել ենք, բայց չենք անի այդպես բան, քանի որ մենք դեռ փոքր ենք։ Եթե մեծ լինեիք, փախնեիք։ Լավ։ Եթե ամբողջ դասանը փախներ, դու կգներ թե կմնայիր։ Գնայ։ Ինչու կգնայիր։ Դե մտածում եմ, որ բոլոր դասարանը փախներ, լավ չէ լինի, ես մենակ մնայի։ Խի լավ չէ լինի։ Ինչով լավ չէ լինի։ Գերական չէ լինի, մի տեսակ։ Գերական չէ լինի։ Լավ։ Իսկ դու ինչի մասն ես երազում, Նարե ջան։ Երազում եմ, որպեսզի դառնամ լավ փաստաբան։ Փաստաբան ես ուզում դառնաս։ Լավ։ Վերականգնեմ իմ հայրենիքը, արդարությունը։ Վերականգնես հայրենիքը, ինչ նկատի ունես։ Որ հայրը։ Բոլոր հայրենիքները հետպես։ Լավ։ Ուրեմն որ փաստաբան դառնաս, կբերես արդարություն, կփորձես վերականգնես մեր հայրենիքը, էլի ինչ որ մի բանի մասին մտածում ես։ Որ բոլոր չարմարտիկ բարյանան։ Չարմարտիկ բարյանան, ինչն է թիմերին դարձնում արդյունավետ քո կարծիքով։ Թե որ մենք միասին ենք աշխատում, համախմբված ու բոլորս մտածում ենք օրինակ ինչ կարանք անենք ու այս հարցի լուծումը ոնց կարանք տանք։ Դրա համար sense թիմը շատ լավ բան է ու եթե մենք ինչ որ մի բան բաշխում ենք իրար մեջ ու իրար հետ ենք անում։ Այսինքն համատեղ ինչ որ պատասխանատվություն եք վերցնում։ Եղել է որ չի ստացվել կամ դժվարացել է։ Հա դեն շատ բաներ ա եղել, բայց դες հույսս չեմ կտրել։ Ու արել ենք մի անգամից։ Թեկուզ sense դժվարությամբ էլ, բայց հելել ենք այդ ամեն ինչի միջից։ Ինչն է օգնել։ Դե մեմում հենց իմ մենթորը, թիմի մենթորը։ Հա, մենթորներ են կծվում, հա, մարդկանց մեմում։ Թիմերին մենթորներ են կծվում ու մենթորները մեզ օգնում են։ Մեր մենթորը շատ sense ինքան լավն է։ Մեզ միշտ ամեն հարցում օգնում է։ Ինչն է իրան լավը դարձնում, ինչ տիպի է։ Իր մարդկային տեսակը ու sense օգնությունը, որ ինքը կարող է մարդուն օգնի, մարդու բնավորության մեջ մտնի, sense շատ հավես է իր հետ։ Հա։
ինքս ես միշտ օգնում ա դուխ ա տալիս, ասում ա երեխեք հանկարծ չընկնեք, այս վերջը չի, մենք ամեն ինչ կանենք, որ առաջ անցնենք ու տենց։ Եթե ուզենաս իրավարքը կրկնես կամ ինչ-որ մեկին սովորացնես, որ ինքն էլ այդպեսին լինի, ինչ կասես։ Մեկը կասես դժվար իրավիճակներում մի հանձնվի մարդկանց դուխ տուր։ Էլ ինչ կասես։ Որ այս վերջը չի, դեռ կա առաջ, դու պետքա շարժվես առաջ։ Ու դու պետքա բարձրանաս, եթե մի օր ընկել ես, հաստատ կբարձրանաս մի օր էլ։ Մենք մեր այս ոդքասթը հրապարակել ենք հունիսի 1-ին։ Հիմա պատկերացնենք հունիսի 1-ն է այսօր ու երազանք ես պահում քո ապագայի վերաբերյալ։ Ինչ երազանք կպահես։ Որ երկրում խաղաղություն եղնի, իմ աղբերը գնացել է բանակ։ Հիմա բանակում է։ Չէ, հիմա հիվանդանոցում է, որովհետև ձուներ եկի այս վերջում։ Հա։ Ինքս լաց, ընկավ, որտե ջարդավ։ Վայ, հիմա հիվանդանոցում է։ Առողջություն, աղբորդ։ Ուզում ես խաղաղություն լինի, ու վերջ, էդ ես երազում հունիսի 1-ին։ Դե թող լինի խաղաղություն Հայաստանում, նապաստակ ջան։ Լավ կլինի աղբերդ։ Արի իրար հետ բան անենք։ Ինչ աղբորդ անունը։ Աշոտ։ Արի համարենք, որ հենց այս ոդքասթը այդ օրը լինի, Աշոտը արդեն այնքան լավ լինի, որ վազելուց լինի, համաձայնես։ Всё, պայմանավորվեցինք։ Արի գրկեմ։ Օրի հերոս, ես չեմ կարող հելեմ, թե չէ ես կգա։ Նեղվեցիր, որ սլացել է Աշոտը։ Կարոտել ես իրար։ Երբ հագալու։ Մի քանի օր։ Всё, բրծավ ծառայություն։ Հա, ուղղակի տուն ա գալու։ Հա։ Մայրական խնակ։ Արի պատկերացնենք 10 տարի անցել է, դու կլինես այդ ժամանակ 25 տարեկան։ 25 տարեկան Անահիտը։ 15 տարեկան Անահիտին ինչ կասեր։ Ինչ կարևոր մեկ խորհուրդ կտար։ Շատ չլսել ուրիշների կարծիքները։ Շատ չնեղվել ինչ որ բան, եթե չի ստացվում, ու շարժվել միշտ առաջ։ Դե ուսանք քո մոտ կստացվի շարժվել միշտ առաջ ու քո իսկ խորհուրդները քո կյանքում կիրառել, Անահիտ ջան։ Ապրես շատ։ Դուք էլ Կա ինչ որ դու ինձ հարց ունես։ Դու ինձ հարց տուր, հələ օրինակ ինչ հարց կուզենաս ինձ տաս։ Դուք որ փոքր եք, ինչ եք ուզում դառնալ։ Ես որ փոքր էի, ինչ եմ ուզում դառնալ։ Ես ուզում եի դառնալ ուսուցչուհի։ Մամայիս նման։ Բայց դառել եմ մի քիչ հիմա ուսուցչուհի, դաս տալիս եմ, էլի։ Ինչի։ Իմ մասնագիտության առարկան կոչվում է մարդկային ռեսուրսների կառավարում, HR անգլերեն։ Բացի փորձեմ բացատրեմ քեզ HR ինչա։ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները օգնում են, որ մարդիկ ճիշտ աշխատանք գտնեն։ Ասենք օրինակ Սերոժնա, չգիտի, ոստիկան է ուզում դառնա, թե ֆուտբոլիստ։ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները, իսկ մենք իրանց այդ հուշում ենք։ Ասում ենք օրինակ, արի հələ հասկանանք դու ինչ երազանքներ ունես, քո հմտությունները ինչերն են, դու ինչից ես լավ, ինչից ես վատ։ Հետո օգնում են, որ մարդիկ իրար հետ լավ աշխատեն։ Խումբը։ Դրա համար ես քեզ հարց տվեցի։ Աշխատողներին օգնում են, որ ավելի հաճախ աշխատավարձները իրանց վերանայվի, ավելի լավ աշխատանք անեն։ Այդտենց։ Հիմա ես այդ առարկան դասավանդում եմ պետական համալսարանում։ Դե այդ խի գնա։ Վերջացրինք, ապրես։ Դժեց, ապրես։ Ինչու ենք նկարում ես հարցը։ Դե հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է։ Հա։ Գիտես։ Ես ուզում եմ ոդքասթը երեխաների հետ նկարել։ Դե բարձա խի աշնակի երեխաների։ Գիտես խի աշնակի երեխաները։ Դուք աշնակից եք։ Այո, ես աշնակից եմ դրա համար գևորջ։ Всё, թխի։ Արեցինք։ Ահա, ապրես։ Ինչու եք մի քիչ հուզվել։ Հուզվել, որովհետև հեշտ չի երեխաներին հարցազրույց վարել, որովհետև իմ առաջին փորձն է, որ ես փոքր մարդկանց հետ եմ հարցազրույց վարում ու խառնվում եմ իրար, չգիտեմ ինչ հարցեր տամ, դրա համար հուզվել եմ։ Համել որ աշնակի երեխեքի հետ եմ շփվում, որովհետև ձեզ նայում եմ ինձ եմ հիշում։ Այո, դե թխի։ We did it։ Այդ շարքը մենք դա արեցինք։ Ապրես։ Քո ես դուր եկավ։ Всё։